Արդյոք հայ դահուկորդի շուրջ սկանդալն էր պատճառը, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սարգսյանը ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրա Ադրբեջան բառը կպչուն ժապավենով փակած Միքայել Միքայելյանին։ Ուղղակի վերջին իրադարձությունները դա վերջին կաթիլներ։ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը գլխավոր հովանավորներից էր։ Հայ դահուկորդը իր արարքի համար տուգանվելու է։ Սպորտային այս սկանդալից մեկ շաբաթ անց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր. սպորտը պետք է մնա սպորտ։ Կարևոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Իտալիայում տեղի ունեցածը առիթ դարձավ, որ Սարգսյանը նաև ոլորտի այլ խնդիրների մասին բարձրաձայնի։ Ազատության հետ զրույցում ավելի վաղ նա կոշտ քննադատել էր պետական կառույցների անտարբերությունը դահուկային սպորտի նկատմամբ։ Պնդում է, որ հեռանում է սեփական կամքով, ոչ միայն ճնշում, անգամ որևէ արձագանք չի եղել նախարարությունից։ Քար լռություն։ 2 տասնամյակ ֆեդերացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Սարգսյանը այսօր փակագծեր բացեց։ Բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները տեղ չեն հասնում։ Սպորտի համար պայքարը դարձել է պայքար հողմաղացների դեմ։ Այսօր արդեն հունվարի 21-ն է եւ մինչ օրս կնքված չէ պայմանագիրը պետական բյուջեի հատկացումների, իսկ մենք ձմեռային մարզաձևեր ենք եւ արդեն ձմեռվա կեսը հատում ենք եւ ունենք արդեն չեղարկված եւ ձախողված մարզական միջոցառումներ, ընդհուպ նաեւ միջազգային վարկանիշային մրցաշարի մասնակցություն եւ դեռ հայտնի չէ թե պայմանագիրը երբ կբարեհաճեն կնքել եւ այդպես շարունակ տարիներ։ Մեկ դահուկորդին բարձրակարգ գույքով եւ հանդերձանքով պատշաճ պատրաստելու համար ըստ Սարգսյանի անհրաժեշտ է 5 միլիոն դրամ։ Ֆեդերացիայի նախորդ տարվա բյուջեն 13 միլիոնից մի փոքր ավելին է եղել, սակայն պնդում է, որ հիմնական միջոցները հայթայթել են դրսից, ավելին 9 միլիոն էլ հարկեր եւ տուրքեր են վճարել։ Բյուջետային տարում եղել է 13 միլիոն 300 հազար դրամի կարգի մի փոքր երևի ավել։ Եվ այդ գումարը ընդհանրապես նախատեսված է լինում եւ հազիվ բավականացնում է Հայաստանի առաջնությունները անելու, աշխարհի առաջնություններին ներկայանալու եւ այլն, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք, պատկերացրեք թիմը գնում է աշխարհի առաջնության եւ մարզիչը հավաքականի գլխավոր մարզիչը միևնույն ժամանակ նաեւ դահուկները պատրաստողն է, դահուկները փորձարկողն է, դահուկները քսուկով ապահովողն է, ֆիզիոթերապևտն է, բժիշկն է, հոգեբանն է, այսինքն սա է մոտեցումը։ Իդեպ մարտին աշխարհի առաջնությունն է ու ֆեդերացիայի արդեն նախկին նախագահի պնդմամբ մարզիկները չգիտեն գնալու են, չեն գնալու։ Ուղղակի անհնար է նման ձևով շարունակել։ Համեցեք տիկին նախարար։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այսօր նախարարը հայտարարել է, որ հնչող մեղադրանքները կեղծ են, ավելին ուղղորդված են, չնշելով սակայն թե ում կողմից։ Ժաննա Անդրեասյանը պնդել է, որ սպորտի ոլորտում ֆինանսավորումը անգամներով է աճել։ Բոլոր ձմեռային մարզաձևի ֆեդերացիաները ստացել են սահմանված աջակցությունը ֆինանսավորման կարգով։ Ինչ վերաբերում է կոնկրետ դահուկային սպորտին, նաև հավելյալ աջակցություն է տրվել տարվա ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ։ Այս տարի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆինանսավորումը աճել է շուրջ 18%-ով։ Եվ հետևաբար այս բոլոր խոսակցությունները ուղղակի տեղին չեն համապատասխանում իրականությանը եւ բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բայց ոչ սպորտի։ Բացի այդ, այս տարի մենք հավելյալ ֆինանսավորում ենք տրամադրում ձմեռային մարզաձևերի եւս մեկ ֆեդերացիայի, որը դահուկային լեռնագնացության ֆեդերացիան է, ու ձմեռային մարզաձևերի զարգացումը մեր օրակարգում է որպես առաջնահերթ ու կարևոր խնդիր։ Նախարարի հայտարարությունից առաջ Ազատությունը դիմել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, մասնավորապես խնդրելով հայտնել, որքան է դահուկային սպորտի պետական ֆինանսավորման չափն ու փաստացի ինչքան է փոխանցվել այս տարի ֆեդերացիային։ Եթե ֆինանսավորումը չի իրականացվել ամբողջությամբ, որ փուլում եւ ինչ պատճառաբանությամբ է գործընթացը կանգ առել։ Արդյոք նախարարությունը ունի հաստատված ռազմավարություն ձմեռային սպորտաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացման ուղղությամբ եւ եթե այո, ինչով
Ինչով է նախարարությունը բացատրում ֆեդերացիայի նախագահի հայտարարությունները ոլորտի նկատմամբ լիակատար անուշադրության մասին։ Պատասխանը դեռ չենք ստացել։